Ողջույն։ Այսօր մենք խորասուզվում ենք մի ալգորիթմի մեջ, որը դուք օգտագործում եք ամեն օր։ Թերևս, նույնիսկ չեք էլ գիտակցում։ Հա, խոսքը արագ Ֆուրիեի փոխակերպման, AFP-ի մասին է, այն որ աշխատեցնում է ձեր Wi-Fi-ը, ասենք 5G-ն։ Օգնում է տեսանյութեր դիտել։ Հա, նույնիսկ ռադարներում է օգտագործվում։ Ճիշտ այդպես։ Բայց գիտեք որն է ամենաանսպասելին։ Այս ամենուրեք գործիքի պատմությունը դե սկսվում է Սառը պատերազմից։ Սառը պատերազմից։ Ինչպես։ Հա, ու կապված է միջուկային զենքի գաղտնի փորձարկումները հայտնաբերելու դե հուսահատ փորձերի հետ։ Նույնիսկ կարծիք կա, որ եթե այն մի քիչ շուտ հայտնաբերվեր, Ինչ կլիներ։ դե ոմանք կարծում են 20-րդ դարի պատմությունը կարող էր այլ ընթացք ունենալ։ Վաու, շատ հետաքրքիր է։ Դե եկեք քանդենք այս պատմությունը։ Հասկանանք ոնց է AFP-ն կապված միջուկային զենքի վերահսկման հետ։ Հա, տեսնենք ինչպես է աշխատում, բայց առանց բարդ մաթեմատիկայի, հա։ Հա, խոստանում ենք պարզ պահել։ Ու թե ինչու է այն այսքան կարևոր դարձել։ Հիմնվում ենք վերիտասիումի նյութերի վրա։ Դե ամեն ինչ սկսվեց Երկրորդ համաշխարհայինից հետո։ ԱՄՆ-ն հա առաջարկեց Բարուխի պլանը։ Այդ ինչ պլան էր։ Միջազգային վերահսկողություն էր նախատեսում միջուկային նյութերի նկատմամբ, ու վերջում արդեն ենթադրվում էր, որ ԱՄՆ-ն իր զենքը կվերացնի։ Լավ է հնչում։ Հա, բայց Խորհրդային Միությունը մերժեց։ Վախենում էին, որ դա կպահպանի ամերիկան մենիշխանությունը ոնց որ։ Սա էլ դե սկիզբ դրեց սպառազինությունների մրցավազքին։ Հասկանալի է։ Ու այդ մրցավազքում երևի փորձարկումները շատ կարևոր էին, չէ՞։ Անշուշտ։ Փորձեցին բանակցել դրանց արգելքի շուրջ, բայց մի մեծ խնդիր կար։ Որն էր խնդիրը։ Դե մթնոլորտում կամ ջրի տակ արված փայտունները հեշտ էր նկատել, բայց ոնց վստահ լինեիր, որ մյուս կողմը գաղտնի ստորգետնյա փորձարկում չի անում։ Ահա, այսինքն ստուգման խնդիրներ։ Հենց դա, էդ էր խոյշնդոտը։ ԽՍՀՄ կտրականապես դեմ էր տեղում ստուգումներին։ Լրտեսություն էին համարում։ Դե հա, տրամաբանական է իրանց տեսանկյունից։ Այսպիսով 1963-ին ստորագրվեց մասնակի արգելքի պայմանագիրը։ Բայց այն վերաբերում էր միայն հեշտ հայտնաբերվող փորձարկումներին, մթնոլորտ, ջուր, տիեզերք։ Իսկ ստորգետնյան։ Ստորգետնյան ոչ։ Արդյունքում դե փորձարկումները պարզապես տեղափոխվեցին գտնի տակ։ Ավելի շատացան նույնիսկ։ Ստացվում է փորձում էին լուծել մի խնդիր, բայց իրականում ուղղակի տեղափոխեցին այլ տիրույթ։ Ու այստեղ երևի սեյսմոլոգիան մտավ գործի մեջ, հա։ Այո, գաղափարը դա էր՝ օգտագործել սեյսմոգրաֆներ, այսինքն երկրաշարժ գրանցող սարքեր, որ հեռվից հայտնաբերեն ստորգետնյա փայտյունների ցնցումները։ Բայց դա էլ հեշտ չէր երևի։ Բնավ, նախ ամեն օր հազարավոր բնական երկրաշարժեր են լինում։ Այդ ամբողջ աղմուկի մեջ ոնց գտնեիր արհեստական փայտյունի թույլ ազդանշանը։ Հա, դա մի խնդիր։ Երկրորդ, ոնց որոշեիր փայտյունի հզորությունը։ Եթե այն շատ խորն է արված, ազդանշանը մակերեսին շատ թույլ է հասնում։ Կարող է շփոթել փոքր փայտյունի հետ։ Դե ոնց որ անելանելի վիճակ լինի, այդքան աղմուկի մեջ փոքրիկ ազդանշան գտնել։ Պարզվեց, որ բանալին ազդանշանի հաճախային բաղադրությունը վերլուծելն է։ Բանն այն է, որ փայտյուններն ու երկրաշարժերը տարբեր հաճախություններ են առաջացնում։ Ահա, հաճախությունները։ Հա, ու դա անելու համար պետք էր կիրառել Ֆուրիեի փոխակերպումը։ Շատ պարզ, եթե բացատրենք, դա թույլ է տալիս բարդ ազդանշանը, օրինակ սեյսմիկ ալիքը, տրոհել իր կազմիչ պարզ ալիքների, սինուսների ու կոսինուսների։ Հասկանալի է։ Նման է ձայնը նոտաների բաժանելուն։ Մի տեսակ, հա։ Իսկ թվային տվյալների համար օգտագործում է դիսկրետ Ֆուրիեի փոխակերպումը կամ DFP-ն։ Լավ, բայց եթե գործիքը կար, որտեղ էր խնդիրը։ Ինչու չէին օգտագործում։ Խնդիրը հաշվարկների մեջ էր, չափազանց դանդաղ էր։ Դանդաղ։ Այո։ N հատ տվյալի կերպար DFP-ն պահանջում էր մոտ n քառակուսի գործողություն։ N քառակուսի։ Ու դա շատ է։ Պատկերացրեք 1 միլիոն տվյալի կետ։ Սեյսմիկ գրանցման համար դա սովորական թիվ է։ N քառակուսին կնշանակի 1 տրիլիոն գործողություն։ Տրիլիոն։ Հա։ 1960-ականների համակարգիչներով դա կարող էր տևել ուշադրություն։ Տարիներ։ Տարիներ անհավանական է։ Ահա թե ինչու չէին կարողանում արագ արձագանքել։ Եվ ինչ եղավ հետո։ Ով լուծեց այս խնդիրը։ Դե 1963-ին մաթեմատիկոս Ջոն Թյուքին ասում են նախագահի խորհրդատվական կոմիտեի ինչ-որ ձանձրալի նիստի ժամանակ։ Հաճախ է այդպես լինում։ Հա, միտք հղացավ։ Նա գտավ մի միջոց հաշվարկները կտրուկ արագացնելու, n քառակուսին դարձնելով n անգամ log n։ Սա հեղափոխություն էր։ N log n։
Որքան արագ էր դա։ Այն օրինակը, որ բերեցի 1 միլիոն կետի համար, որը 3 տարի էր պահանջում, այս նոր ալգորիթմով կարելի էր անել մոտ 35 րոպեում։ Ինչ։ 3 տարուց 35 րոպե։ Անհավատալի թռիչք է։ Բայց ինչպես էր դա աշխատում։ Կախարդությունը։ Չէ, շատ խելացի մաթեմատիկա է։ Հիմնված է սինուսոիդների ու կոսինուսոիդների կրկնվող բնույթի ու սիմետրիայի վրա։ Շատ պարզեցված, եթե ասեմ։ Հա, խնդրում եմ։ Պատկերացրեք նամակներ եք տեսակավորում։ N քառակուսի մոտեցումը նման է ամեն նամակը մյուս բոլորի հետ հաթաթ համեմատելուն։ Շատ երկար կտևի։ Իսկ ԱՀՊ-ն, այս նոր արագ Ֆուրիեի փոխակերպումը, նման է նամակները նախ մարզերով բաժանելուն, հետո քաղաքներով, հետո փողոցներով։ Այսինքն խմբավորում ես, բաժանում ես խնդիրը փոքր մասերի։ N log n, շատ ավելի արդյունավետ է։ Հասկանալի է, խելացի է։ Ահա, Թյուքին հետո համագործակցեց IBM-ից Ջեյմս Քուլլիի հետ, ու նրանք ալգորիթմը ծրագրավորեցին ու հրապարակեցին 1965-ին։ Իդեպ հրապարակեցին իբրև թե հելիում-3 բյուրեղի ուսումնասիրության համար, գաղտնիությունը պահպանելու համար։ Բայց դուք սկզբում ասացիք, որ եթե շուտ հայտնաբերվեր, կարող էր պատմությունը փոխել։ 1965-ը փաստորեն ուշացած էր, չէ՞։ Այո, ցավոք։ Մինչև 1965 թվականը արդեն Ֆրանսիան ու Չինաստանն էլ միջուկային տերություններ էին դարձել։ Ստորգետնյա փորձարկումների մրցավազակն արդեն լրիվ թափով սկսվել էր։ Այսինքն այն պահին, երբ գործիքը հայտնվեց, Գնացքն արդեն գնացել էր, այո։ Հաջորդ տասնամյակներում մոտ 1500 ստորգետնյա փայթյուն իրականացվեց։ Իսկ մարտագլխիկների ընդհանուր թիվը ասում են հասավ մոտ 70,000-ի։ ԱՖՊ-ն որպես վերահսկողության գործիք պարզապես ուշացավ կանխելու այս սարսափելի սրումը։ որքան ցավալի է պատկերացնել մի հայտնագործություն, որ գուցե Հա, ֆիզիկոս Ռիչարդ Գարվինը, ով այդ տարիներին ներգրավված էր այդ գործընթացներում, նշել է, որ ավելի վաղ հայտնաբերումը գուցե օգներ։ Եվ այստեղ ամենացնցող բացահայտումն է գալիս։ սպասեք, էլի անակնկալ կա։ Սա արդեն դետեկտիվի է նմանվում։ Դե այս նոր ալգորիթմը, որ Թյուքին ու Քուլին հրապարակեցին 1965-ին, իրականում հայտնաբերվել էր 160 տարի առաջ։ Ինչ։ 160 տարի առաջ։ Լուրջ եք ասում։ Ում կողմից։ Մեծ Կարլ Ֆրիդրիխ Գաուսի։ Այո։ Դեռևս 1805 թվականին։ Գաուսը։ Իսկ ինչի համար էր նա դա հայտնաբերել։ Նա այն օգտագործել էր աստերոիդների ուղեցգրերը հաշվարկելու համար։ Բայց նա այն արդյունավետ կերպով չհրապարակեց։ Չհրապարակեց։ Այն տպագրվեց միայն նրա մահից հետո, լատիներեն լեզվով, ինչ-որ անսովոր նշանակումներով ու մի խոսքով, պարզապես կորավ պատմության մեջ։ Ոչ ոք ուշադրություն չդարձրեց կամ չկարողացավ կիրառել։ Պատկերացնում եք, մի գործիք, որը տեսականորեն կարող էր ազդել սառը պատերազմի ելքի վրա, պարզապես թղթերի մեջ մնացել էր ավելի քան 1 դար։ Սա ուղղակի անհավատալի է։ Իսկապես անհավատալի է։ Բայց լավ է, որ գոնե հիմա ունենք։ Այսօր այն ամենուրեք է։ Այդպես չէ։ Միանշանակ։ Այսօր ԱՖՊ-ի շնորհիվ միջազգային սեյսմիկ ցանցերը կարող են հայտնաբերել նույնիսկ շատ փոքր, ասենք 1 կիլոտոննայանոց ստորգետնյա պայթյուններ աշխարհի ցանկացած կետում։ Այսինքն սկզբնական խնդիրը լուծված է։ Բայց դրա կիրառությունները դուրս եկան սկզբնական նպատակից, չէ՞։ Շատ ավելի լայն են դարձել։ Այն հիմքն է այն ամենի, ինչը կապված է թվային ազդանշանների մշակման հետ։ Հա, դրա համար են ձեր JPEG պատկերները սեղմվում, չէ՞։ Ու նաև, ինչպես ասացիք, ռադարներ, սոնարներ, Wi-Fi, 5G։ Այո։ Անկամ բարդ դիֆերենցիալ հավասարումներ են լուծում դրանով։ Մաթեմատիկոս Գիլբերտ Սթրենգը շատ տեղին է նկարագրել մեր կյանքի ամենակարևոր թվային ալգորիթմը։ Ուրեմն մի ալգորիթմ, որը ծնվեց ըստ էության միջուկային լրտեսության կարիքներից։ Հա, ու մի քիչ ուշացավ պատմության վրա մեծ ազդեցություն ունենալու համար։ Այսօր դարձել է մեր ամբողջ թվային աշխարհի հիմնասյուններից մեկը։ Զարմանալի ճանապարհ է անցել։ Այո, շատ հետաքրքիր պատմություն է։ Եվ սա, գիտեք, մեզ թողնում է մի շատ հետաքրքիր մտորելու թեմա։ Ինչպիսին կլիներ 20-րդ դարը, եթե Գաուսն իր գյուտը, ասենք, հասանելի դարձներ աշխարհին 1805-ին։ Դժվար է ասել։ Գուցե կարողանայինք խուսափել միջուկային դարաշրջանի ամենավտանգավոր պահերից։ Ով գիտի։ Հա, ով գիտի։ Եվ մյուս կողմից, քանի այլ նման կորցրած հանճարեղ հայտնագործություն է թաքնված ինչ-որ հին գրառումներում, արխիվներում, սպասելով, որ ինչ-որ մեկը նորից գտնի ու փոշին մաքրի դրանց վրայից։